Պարոն Ազարյան, մենք ձեզ համար պատրաստել ենք ամանորյա բլից հարցեր։ Ինչպիսի տարի էր ձեզ համար 2025 թվականը։ Ինչ 3 նոր ձեռքբերումներ կնշեք։ Դժվար է կոնկրետ ասել 3 ձեռքբերում, բայց 2025 թվականին իմ համար ամենամեծ ձեռքբերումը դա խաղաղության հիմքերը դնելն էր եւ ամեն ինչ բխում է դրանից, որտեղ ես ասել եմ, որ իմ համար կարևոր է, որ այսուհետ որևէ երիտասարդ չզոհվի եւ ես խնդրում եմ էլի, որ մենք բոլորս ապրենք այդպես, որ ամեն ինչ անենք, որ մեր գործողությունների քայլերի հետևանքով զոհեր չունենանք։ Ինչ սպասելիքներ ունեք 2026 թվականից։ 26 թվականից ակնկալում եմ, որ նախընտրական պայքարը կլինի քաղաքակիրթ, չնայած դա շատ դժվար է հաշվի առնելով ինչ ուժեր եւ ինչ նպատակներ են հետապնդում, բայց ես ամեն դեպքում կցանկանայի, որ լինի նման պայքար, որ չվնասվի մեր երկիրը, մեր պետության շահերը։ 26 թվականին ակնկալում եմ խաղաղության վերջնական հաստատում եւ 26 թվականից ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը ավելի հասուն եւ իմաստուն կդառնա։ Նոր տարում ինչ եք ցանկանում ընդդիմությանը։ Ընդդիմությանը ցանկանում եմ ժողովրդի հետ միասնություն, որ ընդդիմությունը հասկանա մեր ժողովրդը իրականում ինչ է ուզում։ Իշխանությանը ինչ եք ցանկանում։ Իշխանությանը ցանկանում եմ, որ չկտրվի ժողովրդից։ Եթե պարտադիր պետք է նոր տարին դիմավորեք մեկ ընդդիմադիր գործչի հետ, ով է լինելու նա։ Բնականաբար Գառնիկ Դանելյան։ Իսկ եթե իշխանության թևի ներկայացուցիչների հետ մեկի հետ պետք է դիմավորեք։ Պարտադիր մեկի հետ։ Այո։ Վահե Ղալումյանի։ Ուրիշ մեկի հետ կցանկանաք դիմավորել։ Նայր ցանկալի կլներ նաև Սանդիկովը ներկա լիներ եւ Շիրակ Թորոսյան։ Ամանորին ինչ աղոթք եք դուք հնչեցնելու։ Միշտ նույն աղոթքը ինչ որ միշտ եմ հնչեցնում, մտքում թաքուն այդ աղոթքը կհնչեցնեմ նաև հուսամ Աստծո կամոք 25-ի 26-ի ժամանակ։ Ամանորը նախընտրում եք տանը ընտանիքի հետ, դրսում ընկերների հետ, թե արտերկրում մենակ։ Միայն տանը ու ընտանիքի հետ։ Պարոն Ազարյան, նաև ներողություն եմ խնդրում այս հարցի համար եւ նշեմ, որ նախ եւ առաջ ես ընդունում եմ ձեզ որպես մարդու, ում որդին զոհվել է իմ հայրենիքի համար, ուստի նորից ներողություն խնդրելով հարցս հնչեցնեմ։ Ինչպիսին էր ձեր տան ամանորը Աբգարի հետ եւ առանց Աբգարի։ Դա տարբեր հիմա։ Շատ տարբեր։ Եվ հայ ժողովրդին ձեր ուղերձը խնդրեմ։ Հայ ժողովրդին մաղթում եմ մշտական եմ ցանկությունը, որ հուզական չլինեն, ցանկացած ինֆորմացիա տեղեկություն լսելուց հետո անմիջապես չգնան հարևանին պատմեն, այլ մի հատ վերլուծեն, հասկանան դա ճիշտ է, ճիշտ չի, նոր հուզումնալից արձագանքներ ունենան, կցանկանան բանականություն։